Տիկին Ղազարյան, դուք ակտիվ մասնակցում եք Գյումրու նախընտրական քարոզչությանը, չլինելով գյումրեցի, լինելով Գեղարքունիքի մարզից, ինչ է ձեզ հայտնի Գյումրու խնդիրների մասին, որ ակտիվ մասնակցում եք։ Ուրեմն շաբաթօրն եմ եղել, անձամբ մասնակցել եմ քարոզարշավին, չնայած եղանակային այդ ծանր պայմաններում անմիջապես գնացի, մասնակցեցի, փորձեցի ես ինքս գյումրեցիների հետ շփվել, նույնիսկ տուն առ տուն մտել եմ, խոսել եմ, քաղաքացիները շատ լավ են տրամադրված, շատ պոզիտիվ են, չնայած ոչ, իհարկե ոչ, եթե հետևեք թե ինչ ջերմ էին, նույնիսկ խոստացել եմ անձամբ շնորհակալություն հայտնել, եթե հնարավոր լինի նաև ամբիոնից շնորհակալություն հայտնել ցանկացած գյումրեցի դուռը թակելուց հետո տուն էր հրավիրում սուրճեր երևի քվականների ոչ, չէ, մենք այդ օրը տարբեր ուղղություններով դուրս եկանք քարոզարշավի, քանի որ երկու падգամավորներով մի ուղղություն էինք ընտրել, մյուսները մի ուղղությամբ, կոնկրետ Մինասյան Սարիկի հետ էլ չեմ եղել այդ օրը քարոզարշավին, առանձին ենք իրականացրել ավականիների հետ միասին, բավականին ջերմ էր, ասում եմ, շատ էի ուրախացել ու այսպես շատ երջանիկ էի այդ ջերմ ընդունելությունից, անկեղծ եմ ասում, նորից խոստացել եմ նույնիսկ, որ շնորհակալություն կհայտնեմ, որ այսքան հյուրընկալ է գյումրեցին, տուն էին հրավիրում, սուրճ էին հյուրասիրում, խոսում էին, խնդիրներ կային, մարդկար իրենց շենքի պայմաններից էր բողոքում, որին իհարկե ավականու անդամները տեղյակ էին, փողոցաշինության մեծ խնդիր ունի Գյումրին, կան փողոցներ, որոնք ընդհանրապես ասֆալտապատ չեն եղել ու չեն հիմա 7 տարի չի ասֆալտապատվել, 7 տարվա ընթացքում ասֆալտապատվել է, բայց պետք է ճիշտ գնահատենք ամեն ինչ։ Մենք այսօր երկու համայնքում ունենք ընտրություններ, եւ Փարաքարում ունենք ընտրություններ, եւ Գյումրիում ունենք ընտրություններ։ Ու մենք գիտենք, որ տեսեք, երկու տեղն էլ ունեն այդ կոալիցիոն կառավարման հենց վատ էֆեկտը երկու համայնքների դեպքում էլ, որովհետև երկու համայնքներում էլ եղել են կոալիցիաներ, որոնք որ իհարկե լավ ավարտ չեն ունեցել։ Տեսեք, Փարաքարում բոլորս ենք հետևել, որ ամիսներ շարունակ նույնիսկ ավականունիստեր չէին գումարվում, քվորում չէր ապահովում, որի արդյունքում քիչ աշխատանք է իրականացվել ու դրա համար մենակ մեղադրել իշխող կուսակցությանը, չեմ կարծում, մարդիկ դա հասկանում են, դա նորմալ է։ Վերջում հիշեք Բալասանյանները ոնց թողեցին, հա, չեմ ուզում անընդհատ կրկնվեմ այն թեզերը, որոնք որ բոլորին արդեն հայտնի են, բայց այնուամենայնիվ պետք է նշեմ, որ մենք կոնկրետ երկու համայնքներում էլ տրամադրված ենք, որ միասնակ կառավարում իրականացնենք, այսինքն հաղթենք ու կարողանանք իրապես նորմալ գործ անենք այդ թե Գյումրիում, թե Փարաքարում։ Տիկին Ղազարյան, բայց կոնկրետ Գյումրիում ինչ թիրախավորել է իշխանությունը թիրախավորում մյուս քաղաքական ուժերին, օրինակ, այսպես փաթեթով 8 տեխնացուին ներկայացնում եք նախկինների հետ փոխկապակցված եւ այլն եւ ասենք այնտեղ օրինակ կան տեխնացուներ, որոնք նախկինների հետ կապ չունեն, օրինակ հենց Եվրադաշինքի քաղաքական ուժերը տեխնացուները Եվ նույնիսկ նրանք արտաքին քաղաքականության հարցերում ավելի շատ այս իշխանության տեսակետներն են կիսում, ոմանք նկատի ունեմ կուսակցությունները, որոնք այդ դաշինքը կազմել են, քան ասենք նախկինի հետ կապված։ Ինչու եք այդպես թիրախավորում դուք բոլորին։ Տեսեք, թիրախավորում ասելով, եկեք հələ մյուս կողմից դիտարկենք, կոնկրետ իմ աչքերում չափազանց շատ թիրախավորված է եղել հենց իշխող կուսակցությունը ու բոլորն են թիրախավորում։ Էլ չեմ ասում են վիրավորանքները, ատելության խոսքը, նույնիսկ թիրախավորում են այն գյումրեցիների, որոնք իրանց կարծիքն ունեն ու ազատ արտահայտվում են, բայց այնուամենայնիվ ջեբկիր են ասում, դուք ուզում եք այդ ջեբկիր բառին ի պատասխան դուք գեղեցիկ խոսքեր ասել, բայց դուք հետևել եք թե մյուսները մեզ ինչեր են ասում, ինչ ասես էլ չասեցին, ինչ որակավորումներ չտվեցին։ Ես ուղղակի շատ եմ իրապես ցավ եմ ապրում, որ սկսում են տեսակավորել, որոշում են sense ատելություն քարոզել եւ այլն, մենք սկզբից շատ ջերմ, շատ նորմալ մտել ենք, ի վերջո համայնքում բոլորը իրար ճանաչում են, տես թշնամանք ու մարդկանց վայրենքին չան։ Նիկոլ Փաշինյանը թիրախավորված գիտեր ում ինչի մասին է խոսում ու եկեք մենք ճիշտ հենց անուն տվեց ում ասեց Առնետ, իրանք գիտեն իրանք ում հետ է։ Կներեք, էլի Վարդան Ղուկասյանին ասում են Առնետ։ Դե տեսեք, Վարդան Ղուկասյանը այն կերպարներից է եղել, որին շատ լավ ճանաչում են։ Նա մարդ է, պետք է Առնետ ասել, թե ոչ։ Իսկ Վարդան Ղուկասյանը ինչպես է դիմում մեզ, իսկ ինչ պիտակավորում ու ատելություն է տարածում նույն Վարդան Ղուկասյանը, եկեք մի կողմանի մի նայեք էլի ամեն ինչին։ Մենք փորձում էինք
փորձում էինք քաղաքակիրթ կերպով հնարավոր ամեն կերպ, որ կոնկրետ մեր տեխնացուն փորձում էր հնարավոր ամեն կերպ քաղաքակիրթ քարոզարշավ իրականացնել, բայց փաստորեն, գիտեք ինչ կա, այդ պիտակավորումները կամ խոսույթը եւ այլն ամեն մարդ գիտի իրավի։ Հիմա եթե ինձ խոսացնեք, կոնկրետ Գյումրիի բոլոր տեխնացուների կողքով անցնենք, կհասկանաք թե որը ով ինչ է, ով է եղել, ես ինքս չեմ թույլ տալիս ինձ բոլորին հիշացնեմ դուք ով եք եղել կամ ինչ եք արել, որովհետեւ գյումրեցիները ամեն դեպքում դա գիտեն, եւս մեկ անգամ թարմացնեն, եթե դրա կարիքը կա, մտածում եմ, եթե տեսնեմ, որ այս խոսույթը իրանք դեռ շարունակում են, ես հայտարարությունների ժամին հերթականությամբ տեխնացուների մոտով կասեմ, այ տեսեք ինչի համար, երբ որ խոսում են ամեն ինչի մասին, կոնկրետ մեր տեխնացուների դեպքում երբեք ոչ մեկ չի կարող ասել, որ որևէ ժամանակ, որևէ կետում, թե Փարաքյարում եւ թե բանում Գյումրիում որևէ մեկը ինչ որ պետությունից փող գողացած լինի, փող կերած լինի, հարկ մուծած չլինի, կամ բոլորը գիտեն իրանք ինչի համար։ Տեսեք, այնտեղ մենք ուրիշ տեխնացու են մարդ տեխնացուն, ինչ մեկ եկել էր մեր primaries-ով ուզում էր անցնել։ Այսօր անդրադառնամ իրան, էլի, եկել էր մեր primaries-ով ուզում էր անցնել, որ ասում է մարդ ում վրայից Գյումրու հոտ է գալիս, կոնկրետ այդ մի մասն է տպավորվելի մոտ։ Ինչի չի մասնակցել, ինչի չեք հարց տալիս, ինչի բա քաղաքացիական պայմանագիրը չհամաձայնվեց, որ իր primaries-ով ինքը անցնի։ Կամ ասենք, այնտեղ մի ուրիշ տեխնացու ունենք, որ այնուամենայնիվ մեր այս անգամ Փարաքյարում, բայց այսօր դուրս է եկել, կարծես թե տենց այսպես ազնվագույն կերպարով հանդես է գալիս, փորձում է մեր տեխնացուի դեմ պայքարել։ Շատ տհաճ բաներ են, որոնք մարդկանց մոտ սխալ ասոցիացիա են առաջացնում։ Օրինակ դուք տեղյակ եք, որ Հայաստանում գոյություն կա քրեական օրենսգիրք, վարչական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք, բա նման խնդիրների դեպքում պետք է այդ տեսեք, մենք քանի անգամ ասել ենք հարգելի լրագրող։ Ես գիտեմ դուք ուր եք տանում խոսքը, որ եթե նման խնդիրներ ունի, շատ լավ Եվ չեք կարծում, որ նման խնդիրների դեպքում վիրավորանքների, քրեական, այսպես բան պարունակող դեպքերի հետ կապված պետք է օրենսդրությունը գործարկել, այլ ոչ թե վիրավորանքների լեզվին անցնել։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է օրենսդրությունը կիրառել։ Նույնը խնդրում եմ տալ դիմացի տեխնացուին, որովհետև երբ որ քեզ անընդհատ վիրավորում են, պիտակավորում են, տրամադրում են, ատելություն են սերմանում ժողովրդի մոտ քո հանդեպ, ռեակցիան պետք է համապատասխան լինի։ Բայց մեր ռեակցիան վիրավորանք չի։ Ոչ, բնականաբար կարող եք հետևել քարոզարշավին, ասում եմ, մենք շատ մեղմ ու քաղաքակիրթ եւ ջեբկիր մարդկանց։ Դե մարդկանց ասում են, ինչ որ մարդիկ բոլոր վաղուց են իրանց մասին ասում, իրանք նոր չեն այդ մասին իմանում կամ ինչ որ բան են անում։ Մարդիկ Նիկոլ Փաշինյանի մասին ինչ են ասում։ Դե բայց եթե մենք շարունակենք նման ոճով ինչ ատելությունը խորացնենք, դե հիմա դուք մենք չենք խորացնում։ Մենք ես էլ եմ ասում, եթե համեմատենք տեխնացուների բան, մենք դեռ ոչ մի բան չենք ասել ու չենք պիտակավորել։ Ու չենք էլ անելու, փորձում ենք հնարավորինս, իսկ կոկորտից բռնել իշխանության, եսիմ ինչ կոչեր անել, հեսա գնում ենք եսիմ ուր ենք հասնում, նման խոսույթների համար դե լավ էլի, վարկի հետ կապված, ձեր թիմի վարկի հետ կապված քննադատական հարցեր են հնչում, ինչու եք կարծում, որ խրախուսվում է մյուսի արվածը։ Ես դե դուք կոնկրետ բան եք անընդհատ մեզ եք թիրախավորում, թե մենք ենք այսպիսի խորացնում այդ վիրավորանքը, ատելության խոսքը եւ այլն, բայց այնուամենայնիվ պետք է ընդհանուր ասենք, ես ցավով եմ վերաբերվում, որ նման խոսույթով են քարոզարշավ իրականացնում։ Ուզում եք ես ձեզ ընդդիմության ատելության խոսքից, հարցնեմ, որ ստացվի իրավիճակ։ Չէ, ուղղակի ուզում եմ, որ համաչափ լինի ձեր վերաբերմունքը երկու բան։ Դե լավ, ես պատասխանեցի։ Ընդդիմությունը ատելության խոսք է տարածում, ինչ կասեք։ Դե շատ վատ է, ես ասեցի ցավում եմ, չէ, անկեղծ եմ ասում, Նարեկ ջան, ես իրապես ցավում եմ, որ քարոզարշավի ընթացքում տեխնացուները չափնացնում են, այնուամենայնիվ ոչ չեմ տեսնում։ Որ գնաց եւ սուր ելույթ ունեցավ, պիտակավորեց մարդկանց։ Ոչ, որովհետեւ այն մարդիկ, որոնք որ խոսում էին եսիմ վարքերից, եսիմ ինչից, որը որ այն մարդիկ էին, որոնք որ առհասարակ նման խոսույթով հանդես գալու իրավունք չունեն ու առհասարակ ես նկատել եմ մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիր իրենց, այսինքն դա այն ինչ որ իրանք են սովոր քարոզարշավներ իրականացնելու իրենց կառավարման տարի, փորձում են այդ պիտակները մեզ կպցնել, ինչը շատ վիրավորական է։ Ես
էլի եմ ասում, մենք շատ խիստ ենք մոտեցել մեր տեխնացուների ընտրություններին, մեր քարոզարշավին, մենք փորձել ենք հնարավորինս նորմալ կիրթ քարոզարշավ կազմակերպել, ցավում եմ, որ ամեն դեպքում տարան հասցրեցին այն մակար, այնպիսի խոսույթներ եմ լսում, զարմանում եմ, ոնց են այդ մարդիկ ակնկալում գյումրեցու քվերն, եթե նման խոսույթով ու նման ատելության խոսքով են ի հայտ գալիս։ Ղազարյան, տեսել եք Գյումրու ցուցակի տեխնացուները ովքեր են։ Իհարկե։ Դպրոցի տնօրեններ, բուժ հիմնարկների տնօրեններ, դպրոցի աշխատողներ, քաղաքապետարանի, մարզպետարանի աշխատողներ, վարչական, լծակի մի աստղաբույլ։ Մի հոգի կար, որ ինչ-որ սկոսրահի խոհարար էր, մնացածը անխտիր, բոլորը մարդիկ էին, որոնք կարող էին ենթադրյալ վարչական լծակ կիրառել։ Սա ձեզ չի մտահոգում։ Չէ, ինձ չի մտահոգում, որովհետև մենք էլ եմ ասում, բոլոր թեկուզ ավականու ցուցակը կազմելուց բավականին մանրամասն այդ հարցին մոտեցել ենք, նույնիսկ դպրոցի տնօրենը չի գնա։ Դե տեսեք, ոչ, չի անի։ Ես վստահաբար ասում եմ, բայց եկեք մի բան էլ հաշվի առնենք, որ ասենք ինչպես կազմես ավականու ցուցակը, եթե այդ մարդիկ են ցանկանում, այդ մարդիկ ունեն քաղաքականությամբ զբաղվելու իրենց մոտիվները, այդ մարդիկ, բայց դա չի նշանակում դեռ, որ այդ մարդը իրավունք ունի աշխատանքի վայրին, աշխատանքի ժամին քարոզարշավ իրականացնել։ Բնականաբար նման հարցերում էլ շատ ուշադիր ենք եւ եթե կլինեն որևէ խնդիր կլինի բողոք, կլինի համապատասխան վերաբերմունք տվյալ անձի նկատմամբ, բայց դեռ այսքան ժամանակ ես չեմ նկատել, որ դա խնդիր առաջացնի, իհարկե եթե առաջանա, բնականաբար ես կոչ եմ անում բոլորն էլ բողոքեն, մենք էլ պետությունն էլ, ինստիտուտներն էլ կունենան իրենց համապատասխան վերաբերմունքը։ Չեմ ուզում այս դեռ չսկսված այդ ամեն ինչը իզուր ինչ-որ բաներ գեներացնենք, երբ որ այդ բաները չկան, իրապես եթե լինեն, դուք գիտեք մեր հայրենակիցները, հատկապես գյումրեցիները շատ պահանջատեր են, անկեղծ եմ ասում եւ բնականաբար պետք է հաստատ արձագանք կունենա։ Տիկին Ղազարյան, դուք խոսում եք ընդդիմության այդ ատելության խոսքից, բայց ձեր իշխանության գործընկերների, հայտարարությունները ինչպես եք մեկնաբանում, տարակուսելի մեկը մյուսին հաջորդող հայտարարություն ենք լսում։ Ձեր թիմակիցներից падգամավոր Անդրանիկ Քոչարյանը կին լրագրողին ասում է գնա շուրթերդ մաքրի, այն կողմ գնա, այսինքն այս թիրախավորումը, նաև սեռով պայմանավորածը, լրագրողական կազմակերպություններն են քննադատել, դուք նորմալ համարում եք։ Նարեկ ջան, ես նորմալ չեմ համարում ցանկացած ատելության խոսք, բայց կոնկրետ դեպքի համար եմ ասում, տեսեք այդ նույն լրագրողը վարչապետին հարց տալուց ասում է շինել եւ այլն, օրինակ ինչ նկատի ունի այդ լրագրողը նման դե այս նույն դեպքում էլ պարոն Քոչարյանը Բագրատ Սրբազանի խոսքը հիշեցրել այդ դեպքում եթե քննադատում եք էլի եմ ասում մենք պետք է հայլային մենք երկու դեպքում էլ երկուսն էլ արտառոց այո բայց պետք է հայլային գնահատական տանք այս դեպքում երբ որ այս Անդրանիկ Քոչարյանն էլ կրկնել է նույն բառերը, ինչ որ Բագրատ Սրբազանը, իսկ տվյալ լրագրողն էլ կրկնել է այն նույն իր բացատրությունով նույն արտահայտությունը ինչ ենթատեքստ ունել։ Այդ դեպքում ինչու չքննադատեցիք հենց դուք ձեր գործընկերներով այդ նույն լրագրողին, թե նման արտահայտությամբ հանդես գալու ինչ նկատի ուներ, արդյոք դա կարելի էր, թե չէ։ Ես իրա փոխարեն որպես եթե սեռով ենք պայմանավորվին, ես կամաչ էի նման հարց առհասարակ իր ենթատեքստով։ Վարչապետի ամոթալի է Նիկոլ Փաշինյանի խոսքերը հիշեցնելը։ Ամոթալի է Բագրատ Սրբազանի խոսքերը հիշեցնելը։ Իսկ կոնտեքստը վիրավորական է, երկուսն էլ լայլային նույնն են։ Դուք չեք կարծում, որ Անդրանիկ Քոչարյանով պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորել եւ զբաղվել։ Ամեն դեպքում մեր օրակարգում էթիկայի հանձնաժողովի կազմավորումը կա, օրենքի ուժ պետք է ստանա, մենք դա քննարկում։ Ոչ, Անդրանիկ Քոչարյանը առհասարակ հետագայում ազգային ժողովի աշխատանքները կազմակերպելու հարցով դեռ քննարկման փուլով է, շուտով կյանքի կկոչվի, բայց դա չեմ կարծում, որ ինչ որ խնդիր է առաջացրել։ Տիկին Ղազարյան, ենթադրենք լրագրող գործընկերը ըստ ձեր գնահատմամբ խնդրահարույց է, օքեյ, լավ, բա Հայաստանում ապրող կամ աշխարհում ապրող քրդերը ձեզ ինչ են արել։ Տիգրան Ավինյանն ասում է, կարող է գիտեք ժողովուրդը փափախով քուրդա մոռացել է, որ դուք նախկին իշխանության հետ կապ ունեք, դիմելով ընդդիմադիր ավականներին։ Սա ակնհայտ խտրականություն է։ Եկեք խնդրում եմ, էլի
տարածված խոսք է եղել հնուց եկած, լիքը նման արտահայտություններ կա, հիմա փորձենք դա պիտակավորենք, որ խտրականություն ամը։ Ես առաջին անգամ լավ էլի խնդրում եմ, էլի մի տենց դեմքով, որ առաջին անգամ եք լսում, տարածված խոսքա գուցե չմտածված այդ պահին ելույթի ընթացքում էմոցիոնալ եկած արտահայտությունը խտրականություն չէ, ես ներողություն եմ խնդրում իրապես քուրդ ժողովրդին, եթե իրապես դա վիրավորել է իրենց, անկեղծ ներողություն եմ խնդրում։ Ավինյանի փոխարեն ներողություն եք։ Այո, եթե դա վիրավորական է, բայց քուրդ ժողովուրդն էլ գիտեն, բոլոր թեվավոր խոսք եղել է, մարդիկ ժողովրդական, այսպես ասած, խոսքի մեջ անընդհատ դա կիրառել են։ Ես չեմ կարծում, որ միտումնավոր է արել պարոն Ավինյանը, որ վիրավորի, բնականաբար ոչ, բնականաբար ոչ։ Ժողովուրդն էլ փափախով քուրդ չի, ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ անընդհատ Տիգրան Ավինյանի այս միտքը։ Դե դուք խորացնում եք հիմա, ուզում եք այսպես տանեք իրոք խտրականության դաշտ, բայց երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ նման իմաստ չի ունեցել ու խտրականություն որևէ ձև մտցնելու խնդիր չի ունեցել պարոն Ավինյանը, լրիվ այլ թեմայով էր խոսում, լրիվ խոսել եք իր հետ։ Ես դեռ չեմ խոսել իր հետ, բայց չեմ կարծել, որ իմաստը դա էր, որովհետև կոնտեքստը լրիվ այլ էր։ Կոնտեքստը լրիվ այլ էր։ Խնդրի քուրդ ժողովրդից։ Եթե ես իմանամ պարոն Ավինյանը իրոք խտրական խոսք, խտրականություն մտցնելու համար է արել, մենք կխոսենք, բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի թևավոր խոսք է, որը որ այդ պահին ուղղակի խոսքի մեջ կիրառվել եւ այդտեղ վիրավորական ոչինչ չկա, եթե վիրավորվել են, ես ասում եմ, ես ներողություն եմ խնդրում, բայց այդտեղ վիրավորական ոչինչ չկա։ Դա ձեր տեսանկյունից վիրավորական չէ, թևավոր խոսք եք դուք ներկայացնում, բայց ինչու նաեւ քուրդ ժողովրդի տեսանկյունից չեք նայում, որ իրենք դրանից կարող են վիրավորվել, անգամ եթե դա բարի մղումներով է։ Դե ես ասեցի արդեն, ես ներողություն եմ խնդրում, եթե շատ միամտաբար, դե գիտեք, ես հիմա չեմ ուզում որևէ մեկի փոխարեն անեմ, թե համբալներն էլ, բան թևավոր խոսք, օպելով համբալները Երևանի կենտրոնում։ Դե հիմա տեսեք, ես հիմա ամեն մարդու ասած, թեկուս Ղարաբաղցիները Հայաստանի միտինգ անելու մատերիալ են Նիկոլ Փաշինյան, սա էլ է թևավոր խոսք։ Ոչ, դուք տանում եք արդեն մի խոսքից մեզ, որը մեկը մեկի հետ ընդհանրապես կապ չունի, անկեղծ եմ ասում։ Խտրական դեպքերն եմ հիշեցնում ձեր իշխանության ներկայացուցիչները։ Ես ասում եմ մարդ էմոցիոնալ ելույթի ժամանակ գուցե եւ ես ասում եմ, երբ որ նայում եք ելույթը Տիգրան Ավինյանի, ելույթն ընդհանրապես կապ չուներ ոչ քուրդ ժողովրդի, ոչ որևէ մեկի հետ, ուղղակի այդ պահին, որպեսզի ցույց տա, որ ես այդ թևավոր խոսքը ամեն դեպքում լսել եմ ու ես ասում եմ, եթե քուրդ ժողովուրդը դրանից վիրավորվել է, ես իրապես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարծում, որ իրենք մտածում են, որ Տիգրան Ավինյանը խտրականության միտումով է դա արել, բնականաբար դա եղել է խոսքի մեջ եւ ասել է էլի ԿՊ-ի հետ կապված մի համեմատություն դե լավ էլի խնդրում եմ էլի ԿՊ-ին այնքան եք թիրախավորել ամեն անկյունում հիմա ես ձեր խոսքով էլ եք դուք փորձում եք ԿՊ-ին ինչ որ մի վատ վիճը որ ԿՊ խտրականություն բնականաբար ԿՊ-ն են կուսակցությունը որ որևէ տեսակի խտրականության դեմ է շատ լավ գիտեք մենք կանանցով էլ բոլոր Տիկին Ղազարյանը մեկը օրինակ ասի հոդու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ԿՊ-ական չես դա խտրականություն է լինելու թե թևավոր խոսք դա թևավոր խոսք չի բնականաբար թևավոր խոսք չի եւ բնականաբար այնքան ենք մենք այդ ատելությունը մեր հանդեպ բանարել որ ձեզ չի թվում որ ինչ որտեղ էլ մարդիկ կան ջղայնացածել են արտահայտվում էսել են էնել բայց մենք միշտ էլ խոսացել ենք կապ ենք ունեցել շփվել ենք մեր ժողովրդի հետ հիմա ես չեմ կարող բոլորի էմոցիաները կառավարեմ, որ որևէ մեկը որևէ բան չխոսա, բայց իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ խտրականությանը բացարձակապես դեմ եմ, ցանկացած տեսակի խտրականությանը դեմ եմ ու դա մեր քաղաքական թիմի սկզբունքներից էլ է, բայց բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ ունենք էմոցիաներ, երբ որ մարդուն հասցնում են ինչ-որ մի կետի, հնարավոր է ինչ-որ թևավոր խոսք, բայց ես ասում եմ ու էլի կարող եմ պնդելու վստահաբար առանց խոսելու, որովհետև ես խոսելու կարիք չեմ զգացել, որովհետև կոնտեքստից հաստատել եմ, որ այդտեղ խտրականության որևէ դրսևորում չկար, այլ ուղղակի թևավոր խոսք էր, որը ուղղակի օգտագործվել է։